կոմունիկեի բացակայությունը, այսինքն ավարտից հետո, երբ որ հայտարարության բացակայությունը խոսում այն ասում, որ բուն ուկրաինական պատերազմի վերաբերվող կամ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններին վերաբերվող որից է ընդհանուր որոշման, ընդհանուր եզրակացության չեն եկել, բայց տևել է 5 ժամ։ Բացի դրանից ոնց որ ասում են վիճոկն ու զեջոկը, այսինքն Վիտկոֆը եւ Տնփեսա Կուշները պետքա գնային Զելենսկուն տեսնեին Բրյուսելում, բայց չեն գնացել։ Գնացել են միանգամից Վաշինգտոն։ Սա նշանակում է, որ խոսակցությունը, որը տեղի ունեցել այդ 5 ժամանոցը, ավելի շուտ վերաբերվել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին։ Եվ սա բավականին հետաքրքիր ճակերտներում հետաքրքիր իրավիճակ է։ Այստեղ կարելի է խոսել նաև նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրապարակել են իրենց նոր անվտանգության ռազմավարությունը 2025 թվականի երևի գալիք տարիների համար, Տրամպի ստորագրությունով է, հետևաբար այդ ամեն նախագահն իր համար է անում։ Այսինքն, քանի այս անախորժությունը նստած է Սպիտակ տանը, մենք ստիպված ենք լինելու ստրատեգիա գնանք, այնտեղ օրինակ անվտանգության մեջ նշված է, որ մեծ հաշվով Տրամպը հրաժարվում է Եվրոպային օժանդակելուց, համարում է, որ Եվրոպան ինքը պետք է վերցնի իր վրա իր պաշտպանության հիմնական հոգսը տանի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ են կանգնում իրենց պարտավորություններից։ Սա իհարկե ահռելի հարված է ԱՄՆ-ի բան, իրան թվում է, Տրամպին թվում է, թե ինքը բան է անում, Make America Great Again է անում, այսինքն ինքը Ամերիկային ոնց որ թե ավելի մեծ տեղ է տալիս, բայց իրականում ինքը ես գիտեք, սուր լեզուն եմ, բան չունեմ։ Ես երեք նայում եմ բաներին, վերլուծաբաններին, ովքեր խոսում են այս թեմայով, ասենք ամենափափուկ ձևակերպումը Տրամպին վերաբերվող Chip ու Shield-ը։ Այդ ո՞րն է։ Այդ բան էլի, այն որ Փափուկ։ Չէ, Պարաշայի կողքը ապրող ոչ մի բան։ Հա, Պարաշանել ասենք որ Հա, այդ բանում, այսինքն բոլորի մոտ, հա, ծանր վիրավորանք է դա։ Եվ Տրամպը կամ հասկանում է կամ չի հասկանում, չգիտեմ, ինքը ինձ մոտ խիստ տպավորություն է ստեղծում, քանի որ քնում է այն իր հիմար բանի նախարարի կողքը, պատերազմի նախարարի կողքը, հարցազրույցի ժամանակ, բրիֆինգի ժամանակ քնում է Բայդենին էր ասում։ Խիստ կասկածում որ ինքը հասկանում է արդեն ինչա կատարվում, ինձ թվում է չի հասկանում։ Այդ ռազմավարության իմաստը ո՞րն է, որին Դա ամեն նախագահ հրապարակում է եւ մոտ տարիներին, այսինքն այդ նախագահի կառավարելիք տարիներին, դա ինչպես են գործելու Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլոր իրան վերաբերվող ոլորտներում եւ բոլոր իրան վերաբերվող ճակատներում, ասենց ասած, թե ինչ կարելի է ակնկալել, որտեղից են վտանգները, ինչպես են այդ վտանգները կուպաժ լինելու, ինչպես պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները զարգանա այս կամ այն ուղղությամբ, ինչ որ sense մի բան։ Ամբողջությամբ 33 էջ ամբողջությամբ լը չեմ կարծացել մեծ հաշվով ոնց որ թե բանա 25-ով ընդունված է, հրապարակված է երևի 2 օր առաջ, նոր աչքի սնգել բան չասց, այդպես ինչ-որ եւ աչքի սնգա, որովհետեւ մարդիկ ովքեր կարդացել են գրել են, որ ասենք ինքը հրաժարվել է ամեն ինչից։ Հրաժարվել է ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի հետ, Ուկրաինայի հետ, այսինքն ինքը դե երևի մարդը հաճույք է ստանում, որ կարա Կարիբյան ծովում, ասենք ինչ-որ նավակ տրակացնի, հետո այդ նավակից 2 հոգի լողալով փախտեն շնաձկներից մի կերպ, դրանց էլ կործանիչով ոչնչացնի, այդ ինչ-որ տենց երևի բան է, փսիխոզ է մարդու մոտ։ Նորմալ է, նորմալ չի իհարկե, բայց ինչ անես այդ։ Ինչ ուզում եք արեք։ Եթե մեզ մոտ հարցը առաջանում է բանին, ինչպիսին էր բանակցությունները, ապա մենք պետքա ֆիքսենք, որ մեզ մոտ բանակցությունների հետ կապված տեղեկությունները սահմանափակվում են հայտարարություններով այդ բանակցություններից հետո։ Նախորդ անգամ վիճոկը, որ եկել էր, ինքը հետո Եվրամիության հետ խոսեց։ Այսինքն ինքը գնաց եւ Եվրամիությանը ասեց ինչ է եղել։ Տրամպը զանգեց Զելենսկուն ասեց ինչ է եղել։ Հիմա այդպիսի բան չկա։ Ռուսաստանի պահանջով Եվրոպան դուրս է բերվել Տրամպի թեթև ձեռքով իհարկե, այդ վիճոկ-զեջոկի դուրս է բերվել բանակցային գործընթացից։ Քանի որ Տրամպը հակաեվրոպական է, ինքը տենց համարում է, որ
ինքը Եվրոպոյից չի, երևի մոնգոլոիդ է, չգիտեմ ինչ ամտածում։ Իրան թվում է թե ինքը կպայմանավորվի Պուտինի հետ, Ուկրաինայի եւ Եվրոպայի հաշվին եւ կկարողանա այդ հարցը լուծել հնարավորինս արագ եւ անցնել են նրան, ինչը իրան թվում է, որ իր մոտ լավ է ստացվում։ Դա այդ դիլն է, այսպես ասած, որ ինքը շուտ կսկսի առևտուր անել, շուտ փող գեներացնել։ Բոլորը արդեն խոսում են նրա մասին, որ Տրամպի յուրաքանչյուր գործողություն ուղղված է իր սեփական ընտանիքի համար նոր հնարավորություններ ձեռք բերել։ Բոլորն են դրա մասին խոսում, այդ թվում ամենայում, այդ թվում մագաների զգալի մասը, որոնք Ռուսաստանի հետ տնտեսական ինչ որ հետաքրքրություն ընդհանուր։ Այո, բայց իր ընտանիքի մակարդակում ՆԱՏՕ-ն ամուր չի։ ՆԱՏՕ-ում արկա առնվազն Հունգարիա, Սլովակիա, Թուրքիա եւ ցավոք սրտի ԱՄՆ, դրանք մի տեսակ ԱՄՆ-ն ուրիշ պատմություն է իհարկե, Հունգարիան այլ պատմություն է, Հունգարիան ուղղակի այտենց ադրբեջանական փողով ռուսամետ երկիր է, Թուրքիան խաղում է ճակերտներում իմ սեփական խաղը, այսինքն Թուրքիան հակա եվրոպական քաղաքակրթության գործողություններ է իրականացնում այնտեղ, իր համար հիմնականը առաջնորդությունը վերցնել, Թուրքիան խափում է, սենց ասեմ, ընդ որում ամենակարևորը որն է եւ ամենածիծաղալին, բոլորը խափում են Տրամպին, Տրամպը համարում է, որ ՆԱՏՕ-ն իրան խանգարում է, ինչու, որովհետեւ կա առնվազն Պուտին, որը ասում է ՆԱՏՕ-ն ինձ խանգարում է, իսկ ինքը ոնց է դիտա, ինքը ասում է ես Պուտինի հետ դիլ կանեմ, իրան ընդհակառակ ձեռնտու է, որտեվ բոլոր կորպորացիաները, որոնք աշխատում էին Ռուսաստանում, իրանք դուրս են եկել, որտեվ մանկապիղծ բանակ, որտեվ ռազմական հանցագործություններ, որտեվ ագրեսիա, որտեվ բան, նա ոնց որ դաշտը դատարկ է, ինչ անում Տրամպը, Տրամպը ասում է շուտ կընկեմ, որ իր ընկերություններն են Ռուսաստան ու այդ սաղ բանը քերեն, ոնց որ այդ թթվասերը վերցնեն, հա, կամ ռեժանը գլխից, սա սենց չի աշխատում, պրոբլեմը նրանում է, որ իրան թվում է, թե Պուտինն էլ է դա ուզում, բայց ինքը մոռանում է, որ Պուտինը դա պետք չի, Պուտինը ունի այնքան փող, ինչքան իրան պետք է, մի քիչ ավել, իսկ ինչա պետք Պուտինը ունի իր երկիրը, Պուտինը ունի մոտավորապես 100 միլիոն մարդ, ովքեր ինչպես տեսնում ենք, պատրաստ են երեխա բռնաբարել, մեռնել Պուտինի համար, ոչ մի բան չներկայացնել, ապրել թրիքի մեջ, նորմալ է, իրանք օքեյ են դրա հետ, կարևորը որ ուժեղ առաջնորդ է բան, ստեղ գալիս է պրոբլեմ, Տրամպը չի հասկանում ոչ մի բան, որը իր այսպես կոչված beautiful ocean-ից այն կողմը, ինքը չի հասկանում, թե ընդհանրապես այն ինչ որ կոչվում է հին աշխարհ, իսկ իրականում քաղաքակրթության բնորան, ինչպես են այստեղ գործերը ընթանում։ Ոստեղ պատմությունը կարևոր է, մշակույթը կարևոր է, աչքի փագելնել ու ունքի բարձրելները կարևոր է։ Կարևոր է ով են եղել քո ծնողները 200 տարի առաջ։ Հասկանում եք, իսկ իր համար դասական ռեյդնեկների համար աշխարհը չի եղել մինչև մոտավորապես 1880 թվական։ Պուտինը խրում է սեպը։ Լավ։ Բայց որտեղ է Պուտինը սեպը խրում։ Եկեք տեսնենք։ Պուտինը սեպը չի կարող ինքը խրի Ամերիկայի եւ Եվրոպայի միջև։ Էլ եմ ասում, մենք պետք է դիտարկենք սրանք առանձին, Տրամպի ադմինիստրացիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրանք խիստ տարբեր բաներ են։ Մասնավորապես մեզ մոտ գոյություն չունի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որոնք հյուսիսատլանտյան անվտանգային համակարգում չկան, որովհետև հիմնականում թիրախը ռուսական հրթիռների դա ԱՄՆ-ն է, Եվրոպան չի։ Եվրոպական դոկտրինը Ռուսաստանի տեսանկյունից շատ վատն է։ Եվրոպական նույն ֆրանսիական միջուկային դոկտրինը պարունակում է կետ ամենակարևորը, որ նախ իրանք կարան առանց իրանց վրա հարձակվելու կանխարգելիչ միջուկային հարված հասցնեն եւ իրանց նպատակը 80+ միլիոն մարդ ոչնչացնելն է։ Իրանք ոչ մի ուրիշ բան չունեն։ Իրանք չեն ասում, այ մենք միջուկային զենք ենք ստեղծում, որ մեզ վրա ոչ մեկ չհարձակվի, չէ, Դեգոլի գրած պլանն է։ Դեգոլը 40 թվականին տեսավ ինչով է ավարտվում, սենց է կասկածում եմ, որ կարաս ինձ վնաս տաս, մաքրում եմ 80 միլիոն մարդ ոչնչացնում եմ առաջի հարվածով։
Հետո դու գնա մի հատ տես ինչ ես անում, հետո կնստենք, կարանք ինձ հետո տանեք հագադատեք, բայց կարևորը ես գիտեմ, որ ին վրա կասկածեմ, որ հարձակվում ես 80 միլիոնդ կմաքրեմ։ Այսինքն եվրոպական դոկտրինի մեջ Պուտինը պարտվում է։ Միանշանակ պարտվում է, որովհետև դու բան չես անում, դու կամ քո սախրթիրները պետքա Եվրոպայի վրա խփես։ Այդ դեպքում դու չես ունենա պատասխան Ամերիկային, չգիտեմ, Չինաստանին եւ Հնդկաստանին պոտենցիալ, որովհետեւ ընդ կուչմալա է սկսում։ Բոլորը խառնվում են, սկսում են խփել։ Ինչու՞մն է այս դոկտրինը հաղթող։ Ֆրանսիան միևնույնն է ՆԱՏՕ-ի անդամ է, միևնույնն է Եվրոպա, Ֆրանսիայի վրա միևնույնն է ոչ մեկ չի արձակվելու։ Ինքը ամեն տեղից հեռու է եւ պաշտպանված։ Դրա համար ի դոկտրինը Եվրոպայի համար բանը փրկություն է եւ շատ գործուն մեխանիզմ է։ Ինչ վերաբերվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա ինքը Ռուսաստանի հետ պարիտետի մեջ է։ Պարիտետը որն է, ասենք մոտավորապես հավասար չափ բան ունեն, միջուկային հրթիռներ ունեն, որոնք ոնց որ հատուկ կանգնած են նրա համար, որ դու չխփես, ես չեմ խփի ու ունենցա, որ ասենք իրանք ավելի շուտ չկրակելու համար են, քան կրակելու։ Նորից եմ ասում, ի տարբերություն ֆրանսիական դոկտրինի, որը միանշանակ առաջինը խփելու վրա է գնում, սրանք երկուսն էլ չխփելու վրա են, այսինքն ինքը շատ սարքում է դնում, ասում է այդպես չխփես,